Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լույս Իվանա Կարապետյանն է։ Հայաստան-Ֆրանսիա երկկողմանի գործակցությունը ունի ռազմավարական նշանակություն Ելիսեյան բալադի մեջ կայացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Պետություններուն ղեկավարները քննարկած եւ նաեւ դարաշրջանային նշանակության հարցեր։ Ֆրանսիայի նախագահը գրգին շնորհավորած է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդիվ եւ շեշտած է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդման։ Մտքեր փոխանակված են թրիպ նախագծի եւ դարաշրջանի մեջ հաղորդակցության ուղիներու աբաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերուն շուրջ։ Փաշինյանի եւ Մակրոնը քննարկած են նաեւ Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագազարգացման առնչվող հարցեր։ Կարևորած են գործընկերության նոր օրագարկով հարաբերություններու հետեւողական ընդլայնումը։ Ֆրանսիա կատարած հայցելության ընթացքին վարչապետ Փաշինյանը մասնակցած է դեղեկատվության ամբողջականության եւ անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին։ Անշեշտած է անկախ ու բազմակարծիք մամուլի կարևորությունը, ընդգծելով, որ լրատվամիջոցները պետք է պաշտպանված լան ոչ միայն կառավարություններ են, այլև արտաքին միջամտություններ են։ Փաշինյանը նշած է, որ ապատեղեկատվության թեմ պայքարը կպահանջի միջազգային համագործակցություն եւ գրթական համագարկի միջոցով արժեքներ ու դաստիարակություն։ Փարիզի մեջ վարչապետը հանդիպած է նաեւ Բելգիկայի ներկայացուցիչներու բալադի նախագահին հետ, ունեցած է շարք մգարժատև շփումներ, անգե հետ մասնակցած է Ֆրանսիայի նախագահին կողմ է դրված պաշտոնական ընթրիքին։ Բազմագործիկ, թափանցիկ եւ անկախ լրատվամիջոցներու խթանումը կարևոր է Հայաստանի համար, ինչպես ամեն ժողովրդավարության համար։ Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովից իրեն ներս կայացած դեղեկատվական ամբողջականության եւ անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքին հայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ կառավարությունները պետք է ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները լրատվամիջոցներու իրական անկախությունը ապահովելու համար։ But in the evolving times, Սակայն արդի ժամանակներում մեջ, որում մեջ գաբրինք մենք, պետք է ապահովենք լրատվամիջոցներու անկախությունը, ոչ միայն կառավարություններեն։ Արտաքին ուժերու կողմէ դեղեկատվության, մոլորեցումներու եւ միջամտության, աջող միտումներու պայմաններու ներքո ազգային անվտանգության հարց կդառնա լրատվամիջոցներու անկախությունը պաշտպանել նաեւ ուրիշները եւ ասիկա կհանգեցնել լրատվամիջոցներու արմատներուն եւ անոնց բնույթին, ինչի մասին են լրատվամիջոցները եւ ինչ պետք է լա լրատվամիջոցներու նպատակը։ Ես կհավատամ, որ լրատվամիջոցներու թերը հանրային գործին ծառայելն է ամենեն դարբեր ոլորտներեն էս։ Սկսած կառավարությունները հաշվետու պահել են մինչև բդածության թեմ պայքարը եւ բարեփոխումներու խթանումը։ Վարչապետը ընդգծած է, որ 2018 թվականին Թավշյա հեղափոխութենեն յետ Հայաստան ըսկալի հարաճընթաց գրանցած է մամլո ազատության հետ կապված բոլոր հեղինակավոր միջազգային ցուցանիշներուն վրա։ Համաշխարհային մամլո ազատության ցուցանիշի համաձայն 2019-2024 թվականներուն Հայաստանը 182 շարքին մեջ 80-րդ դեղեն բարձրացած է 34-րդը դեղը մամլո ազատության առումով։ we continue to strengthen Մենք կշարունակենք ամրապնդել մեր մամլո միջավայրը եւ պահպանել լրակրողական ազնվությունը որպես հիմնական հանրային բարիք, գիտակցելով, որ ժողովրդավարությունը վերջնական նպատակագետ չէ, այլ շարունակական պայքար, այն սկզբունքները պաշտպանելու եւ ամրապնդելու, որոնց վրա անիգա հիմնված է։ Միևնույն ադենս վարչապետին պետք է գիտակցիլ այսօրվա մարդահրավերներու լրջությունը, խառնածին սպառնալիքներ, ճշմարտության եւ գեղձիկի միջև սահմաններու մշուշոդում, ապադեղեկոչման զենքի վերածում։ Այս սպառնալիքները վերացական չեն, անոնք իրական են, անմիջական եւ համաշխարհային։ Անոնք մարդահրավեր կնետեն ժողովրդավարական կառավարման հիմքերուն, հանրային վստահության, գփեվերացնեն հասարակությունները եւ գտուլացնեն ժողովրդավարական հաստատությունները ներսեն։ foreign information manipulation Արտաքին ուժերու կողմէ դեղեկատվության մոլորեցումն ու միջամտությունը աշխարհի մեջ անվտանգության հետ կապված աջող մտահոգություն մնե։ Մենք կգարձենք, որ այս սպառնալիքներուն հաղթահարումը կպահանջի իրական գործակցություն համանման մտածողությամբ պետություններու միջև, որոնք կբաժնեկցին մարդկային իրավանց, ժողովրդավարության եւ օրենքի քերագայության հիմնարար արժեքները, նաեւ փոխադարձաբար նվիրված են կանոններու վրա հիմնված միջազգային կարգին։ Վարչապետին գնահատմամբ այս շրջակիցի մեծ դեղեկատվական մոլորեցման նկատմամբ թիմադրողականության խթանումը պետք է սկսի գրթութենեն, քանի որ այսօր արհեստագիտության զարգացումը ամբողջությամբ փոխած է ավանդական լրատվամիջոցներու հայեցակարգը։ we need education that on the cognitive Մեզի անհրաժեշտ է գրթությունը, որ ճանաչողական, ընկերային հուզական եւ վարքագծային մագարտակներու վրա կխթանե այնպիսի արժեքներ, ինչպիսին են խտրականության բացակայությունը, բազմազանության հարկանքը եւ ուրիշ մարդոց իրավունքները, անկախ անոնց ցեղային կամ գրոնական պատկանելիութեն են։ Միևնույն ադեն նույն ինքն գրթությունն է, որ երիտասարդ սերունդներու դաստիարակության հզոր կորձիկը ըլլալով գրնա կորձածվիլ սխալ նպատակներով։
Փաշինյանը վերահաստատեց մեր երկրին անսասան հանձնառությունը պաշտպանելու ազատ եւ անկախ լրատվամիջոցները, պաշտպանելու թվային տարածքը եւ միջազգային գործընկերներու հետ խթանելու ճշմարտությունը, թափանցիկությունը եւ հարկանքի վրա հիմնված համաշխարհային տեղեկատվական տարածքը։ Ճանչնալով աշխարհի յուրաքանչյուր մասի մեջ առողջ տեղեկատվական կենսոլորտներու կարեւորությունը, Հայաստանը նաեւ գնահատես է միանալ հանրային շահերու լրատվամիջոցներու միջազգային հիմնարկին, որպես տարածաշրջանի կենտրոնական անդամ պետություն։ Փարիզի մեջ տեղի ունեցած է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Բելգիկայի թագավորության ներկայացուցիչներու բալադի նախագահ նոր ֆլամանդական դաշինք խմբակցության ղեկավար Պիտեր դե Ռուվերի հետ։ Զրուցակիցները քննարկած են Հայաստան-Բելգիկա երկկողմանի հարաբերություններու զարգացման հերանեկարը ընդգծելով քաղաքական երկխոսության եւ միջխորհրդարանական գործակցության ընդլայնման կարեւորությունը։ Փաշինյանը ներկայացուցած է իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաեւ տարածաշրջանի մեջ խաղաղության եւ խաղայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Պիտեր դե Ռուվերը նշած է, որ Բելգիկան բարձր կգնահատի Հայաստանի ժողովրդավարական ուղին եւ կաչակցի խաղաղության հաստատման ուղղված նախաձեռնություններուն։ Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի ընթացքին Նիկոլ Փաշինյանը նաեւ գարչադեվ շփումներ ունեցած է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեան բալադի մեջ նաև մասնակցած է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունով իբադիվ Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի մասնակից պետությունների ղեկավարներուն դրված ընթրիքին։ Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի Ձիրեններս առաջնորդության խաչմերուկներուն քննարկման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը արդեն իսկ իրականություն է։ Անբարձր քննադատած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը եւ ընդգծած է, որ առաջին անգամ լալով Հարավային Կովկասը հնարավորություն ունի խաղաղության եւ տնտեսական համագործակցության։ Վարչապետը կարևորած է նաեւ թրիփ նախագիծի իրականացումը, որ կրնադարացաշրջանը դարձնել միջազգային տարանցման նոր ուղի ստեղծելով նոր հնարավորություններ Հայաստանի համար։ Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմանի հարաբերություններուն մեջ, այլև ընդհանուր տարածաշրջանին համար, նշած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի Ձիրեններս կայացած առաջնորդության խաչմերուկներուն խորագրով քննարկման ժամանակ։ Հարց ու պատասխանի ձևաչափով իրականացված քննարկման ընթացքին վարչապետը անդրադարձած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, անիկա իրականություն է։ Խաղաղության հաստատման առումով Նիկոլ Փաշինյանը բարձր կնահատած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերն ու ներդրումը։ Առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասի մեջ մտնելու տնտեսական գործակցության փուլ եւ ունենալու ոչ միայն խաղաղ, նաեւ փառկավաճ տարածաշրջան։ Մասնավորապես հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնի մեջ ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության եկած ենք բանալու տարածաշրջանային գաբերը հիմնված երկրներու տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության եւ երկկողմանիության սկզբունքներու վրա։ Գա նաեւ մեկ այլ սկզբունք՝ միջազգայինորեն ջանցված սահմաններու անկախդելիությունը։ Վարչապետը անդրադարձած է թրիփ նախագծին եւ կարեւորած է ադոր իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Տարածաշրջանային կապվածությունը կնշանակե, որ մենք հնարավորություն պիտի ունենանք նկատի ունիմ թե Հայաստանը, թե Ադրբեջանը օգտվելու մեգզմեգու տարածքեն ներքին երկկողմանի եւ միջազգային գաբի համար, ինչ որ կնշանակե, որ մեր տարածքի մեջ են պիտի բացվի նոր ուղիմը միջազգային տարանցման համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհը գաբրի մատակարարման շղթայի ճգնաժամ, ադիգա իրապես կրնա իրավիճակ փոխող հանգամանք լալ միջազգային արևդուրի, բայց նաեւ մեր տարածաշրջանի համար։ Ըստ Փաշինյանի, պիտի ելան բաց հաղորդուղիներ Բարսից ծոցեն, Օմանի ծոցեն թեպի Սև ծով, պիտի ելան նոր գապ Կասպից ծովու եւ Միջեգրական ծովու միջև, Հայաստանի համար պիտի ստեղծվի նոր հնարավորություններ։ Խոսելով Հայաստանի մեջ իրականացվելիք խորհրդարանական ընտրության մասին, Նիկոլ Փաշինյանը նշած է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն մնե, որ կարևոր է խաղաղության գործընթացի, նաեւ հետագա բարեկեցության ու կայունության համար։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պիտի աջակցի այն գործընթացին, որում մենք մինչև այժմ հասած ենք։ Ես կասկած չունիմ, որ Հայաստանի քաղաքացիները պիտի աջակցին խաղաղության օրագարկին։ Անգետ վարչապետը անդրադարձած է Թուրքիայի հետ հարաբերություններու կարգավորման գործընթացին, հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ եւս առաջիկային դրական զարգացումներ տեղի պիտի ունենան։ Կգարձեմ, որ մենք կհասնենք հանքրվանիմը, որում մեջ կունենանք լիարժեք թիվանակիդական հարաբերություններ Թուրքիո հետ, կունենանք բաց սահմաններ, կունենանք տնտեսական, քաղաքական գործակցություն։ Ես կհավատամ, որ այդ բահը կմոդենա, այդ բահը կուքա շուտով։ Նիկոլ Փաշինյանը խոսած է նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության զարգացման հերանեկարի վերաբերյալ։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներու համատեղ նիստի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացուցած է 2026 թվականի պետական տարեհաշիվը, նշելով, որ անիկա միտված է խաղաղության ամրապնդման եւ երկրի զարգացման։ Անոր խոսքով Ադրբեջանի կողմէ տարանցման սահմանափակումներու վերացումը պատմական նշանակություն ունի եւ կթիթվի որպես շրջափակման հաղթահարման առաջին քայլ։ Տարեհաշիվի առաջնահերթությունները կընդգրկեն առողջապահության համընդհանուր համակարգի ներդրումը, նոր դպրոցներու եւ մանկապարտեզներու կառուցումը, ակադեմիական քաղաքի նախագծի մեկնարկը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղեն տեղահանված ընտանիքներու կարիքներու ապահովումը։ Առաջին անգամ լալով Հայաստանի pedagogan տարեհաշիվը քննարկվեցավ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններու ներքո։ Ազգային ժողովն ներս 2026 թվականի pedagogan տարեհաշվային քննարկման մեկնարկին Հայդար Արաձե վարչապետ Փաշինյանը Եվս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղությունը արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն, արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Փաշինյանի քննադատմամբ պատմական է նաև Ադրբեջանի կողմէ թեպի Հայաստան տարանցման սահմանափակումները վերացնելու փաստը։ Նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը Ադրբեջանի այդ քայլին Հայաստանի արձագանքը չէ ուշացած։ Հայաստանի վարչապետը Հայդար Արաձե, ինչպես Ադրբեջանը մեզի համար վերացուցած է անցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք կվերացնենք տարանցման սահմանափակումները։ Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով։ Իսկ Ղազախստանեն Հայաստան ուղարկվող հացահատիկը պիտի անցնի Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային գիծով։ Գործընթացը ընթացքի մեջ է, մանրամասնաձե Փաշինյանը։ Բայց որբեսի Հայաստանի եւ Ադրբեջանի իրարու նկատմամբ տարանցման արգելքը վերացնելու այս որոշումները ըլլան լիարժեք ու ամբողջական, հարաճիգային պետք է շատ խդացյալ կերպով զբաղենք խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերու լիարժեք իրականացմամբ, շեշտադրած է Փաշինյանը։ Մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Նույնիսկ անկախության նախորդող բավական երկար ժամանակաշրջանում ըստ էության մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում։ Խաղաղության նկատմամբ խնամքի անհրաժեշտություն կա, որբեսի անիգա ամրանա դառնա համագարկային իր դիտարկումները փոխանցած է Փաշինյանը։ Խաղաղության ամուրը լալ չլալու հարցի մեջ ըստ վարչապետին վճռական նշանակություն պիտի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ, ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաեւ իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը 2021-ի խորհրդարանական ընտրություններու աբակագա գարկախոսը արդեն այս խորհրդարանական ընտրություններու ժամանակ իրողություն է։ Աբական ճիշտ հիմա է, բնթաձե վարչապետը։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Շատ կարևոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է։ Այսօր առանցքային նշանակությունը պետությանն ու pedagoganությանն են, շարունակած է Փաշինյանը զուգահեռներ դանելով նախկին եւ ներկա պատկերացումներուն միջև։ Մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։
Մեր բանակը Հայաստանի ինքնիշխան դարածքենթուրս խնդիրներ չունի լուծելու Հայդար Արաձե Փաշինյանը ընդգծելով Հայաստանի բանակը պետք է ըլլա պաշտպանունակ։ Այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը։ Անդրադառնալով Պետական Դարեհաշվույն վարչապետը շեշտած է այն հանրապետության եւ ամեն մեկ քաղաքացիի կյանքը եւ գենսակորձունեությունը գազմագերբելու մասին է։ Կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջեն։ Ինչու եւ ինչպես ներկայացուցած է կենցաղային օրինակներով 2026-ի հունվար 1-ը համարելով 0-ական գետ։ Այդ բարակային հունվար 1-ին Հայաստանի pedagogan եկամուտները 0 են։ Այդ թիվը կփոխվի հարգերու միջոցով։ Ավելցված արժեքի արդարության դուրքի եկամտային եւ շրջանառության հարգերու ընկերային վճարներու շահութահարգի pedagogan դուրքերու ներառյալ մաքսադուրքի։ Օրինակ հունվար 1-ին արդատրված թթվասերը հագարակ արտադրման բահուն արդեն իսկ կցևավորե ավելցված արժեքի հարկ, բայց այն pedagogan դարեհաշվի մեջ կհայտնվի շրջանառության արդյունքով, երբ քաղաքացին զայն կքնե։ Բագի խանութեն ու նաև կբահանչե հսկիչ տրամարկղային մեքենայի գդրոն։ 400 դրամի մեջ 20%-ը, այսինքն 80 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է, կոպիտ ասած, իհարկե, գողացվում է ուրիշների կողմից։ Դարեհաշիվը կցևավորվի բոլորիս աշխատանքի արդյունքով մանրամասնաձե վարչապետը։ Ան շեշտած է դարեհաշվույն ծախսային հատվածեն գախյալ է քաղաքացիներուն բարեկեցությունը, եթե անգամ այդ մարդը գաբրի տղիագի մեջ, իսկ թե ինչպես վարչապետը դարձյալ օրինակներով ներկայացուցած է։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարանում, կարա այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրի, բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարող է քաղաքացին ապրի բարեկեցիկ։ Չի կարող։ Փաշինյանը ընդգծած է դարեհաշվույն նկատմամբ ընկալումը պետք է փոխել։ Պետական բյուջեն է, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն եւ այլն։ Բավարար չի անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով հազար ներողություն գիտեմ, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են, ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Հակառակ որ որևէ բնակավայրի մեջ տասնյակ միլիարդներու ծրագիրներ գիրականացվին, բայց դակավին կամ բազմաթիվ չլուծված խնդիրներ, քանի որ pedagogan դարեհաշիվը չի գրնար բոլոր խնդիրները լուծել։ Առանց գումարի հնարավոր չէ որևէ խնդիր լուծել, բայց կարևոր է, որ այդ գումարը ըլլա դարեհաշվային ոչ բարեգործական, շարունակած է Փաշինյանը։ Ցավոք սրտի, այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները, իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն, կամ 4 ռեպորտաժի կյանք, որտեղ հավաքվեցինք, նկարվեցինք, եւ ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրանց, այսինքն 100,000 ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Փաշինյանը իրեն ուղարկված նամակներեն մեգում փոխանցագությունը պատմեց։ Մարդիկ նամակ են գրում, ասում են, բա մեր գյուղի մանկապարտեզը, չասեմ որ գյուղի, չի գործում մեր գյուղի մանկապարտեզը, բա նոր կառուցված մանկապարտեզը, սենց ոնց կլինի եւ այլ, հետաքրքրվում ենք, այս ինչ մանկապարտեզը։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով, կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, եւ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է, ինչու՞։ Որովհետեւ հոսանքի պարտք ունի։ Եվ պարզ չի ով պետք է վճարի։ Ջրի պարտք ունի։ Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է։ Վարչապետը նաև թիվեր ներկայացուց։ 2018-ի առաջին կիսամյակի համեմատ 2025-ի առաջին կիսամյակի դարեհաշվույն եկամտային մասը ավելցած է 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։
Այսպիսի արդյունքը միայն կառավարության չանկերու արդյունքը չէ։ Վարչապետին շնորհակալության հասցեադերերը տնտեսավարողներն են։ Հսկիչ տրամարկղային մեքենայի գդրոն պահանջող քաղաքացիները, pedagogan ու համայնքային ծառայողները, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով կգրջադեն ըստվերային տնտեսությունը։ 26 թվականի պետական բյուջեի եկամուտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ 2026-ը պիտի առանձնանա նաև նոր ծրագիրներու իրականացմամբ մի քանին թվարկած է վարչապետը։ Ամենակարևոր նորություններից մեկը կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետեւ ծախսերը ամբողջը կանի կառավարությունը։ Հետագային կնախադեсվի, որ կառավարությունը ապահովե միայն մինչև 18 տարեկան երեխաներու, 65-ին բարձր տարիքի թոշակառուներու, նաև որոշակի ընկերային խումբերու առողջապահության ապահովագրությունը։ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի յետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ 2026-ին սկսյալ նաև անկանխիկ առևդուրի համընդհանուր հետ վճարի համագարկը պիտի կորզարկվի Հայաստանի մեջ, հայտնեց վարչապետը։ Նախադեсված է այս տարեվերջին հաստատել ագաթեմական քաղաքին գլխավոր հադագակիցը ու 2026-ին անցնել արդեն նախագծի իրականացման փուլին։ Պիտի ավարտի նաև 300 դպրոց եւ 500 մանկաբարձ ծրագիրը։ Պետք է որդեգրենք նոր 300 դպրոց ծրագրի, որովհետեւ դա էլ հաջորդ մեր արձանագրումներ եւ այն դեպքերից է, երբ որ մենք մեր երկրի մասին ինֆորմացիա մեզ թվում է շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք։ Որտեւ 300 որ ասում ենք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետք է եւս մի 300 անենք։ Հայաստանի մեջ աղքատության դոգոսը կշարունակե մնալ բարձր։ Վարչապետին արձանագրումներ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այդտեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտեք ինչն է դրա պատճառը։ Իմ համոզմամբ դպրոցների ավերակներն են դրա պատճառը։ Բարձր վճարվող ոլորտներու մեջ աշխատատեղերու մեծ պահանջ կա, բայց երեկվան աշակերտները, որ այսօր պետք է աշխատին, վաստակեն խնդիր ունին, ինչով վաստակել, որ գիտելիքով, ուրգե ստացած գիտելիքով։ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը ասում է, դե աղքատություն ասում է, ոնց եղել է էական փոփոխություն չի ունեցել։ Հա, չի ունեցել։ Այսինքն փոփոխություն ունեցել է, તો նվազում ունեցել է, բայց այդ նվազումը էական չի, այսինքն գոհացուցիչ չի։ Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ։ Դա նրանից է, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը ըստ էության համակարգի որակը գահավիժել, որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի եւ քաղաքական հարկադրանքի միջոցներ։ Այսօրվա աղքատությունը դրա համար է։ Աղքատությունը կհաղթահարվի աշխատանքով, բայց որբեսի աշխատանքը գարենա հաղթահարել աղքատությունը, պետք է ըլլա որակավորված։ Բա մենք աղքատության հաղթահարումը ո՞նց ենք պատկերացնում։ Տանենք ամեն աղքատի ամիս 2 միլիոն դրամ տանք։ Նախ դա էլ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ 2 միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենա։ Բադոհանեն նայելով, թե ինչ պիտի տեսնենք, pedagogan դարեհաշվույն առանցքի մեջ է։ Եթե կտեսնենք որևէ բան, կնշանակե pedagogan դարեհաշիվը որևէ բան ըրած է։ Եթե չենք տեսներ, ուրեմն չէ ըրած։ Իսկ չի արել այն պատճառով, որ մենք տասնամյակներով մեր թթվասերը առնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե մենք մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած
ՀԴՄ-ների արդյունքում կամ ՀԴՄ չվերցնելու արդյունքում ինչքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է։ Այդ տրիլիոններու որոշ մասը հնարավոր պիտի լա վերադարձնել աբորինի քույքի բռնականցման կամ այլ գործիքագազմերով, բայց այսօրվան խնդիրն է, որ այլևս տրիլիոնները չշրջանցեն պետական դարեհաշիվը, որ Հայաստանի վարչապետին բնորոշմամբ յուրաքանչյուրին ու մեր համընդհանուր ընտանեկան դարեհաշիվն է։ Վաշինգտոնյան համաձայնագիրը հաստատեց խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հայտարարած է արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը։ Խորհրդաններն էս ելույթ ունենալով անընդգծած է, որ ենթակառուցվածքներու աբաշրջափակման գործընթացի մեջ Հայաստանի տարածքի մեջ ճանապարհներն ու կապուղիները պիտի կորձեն մեր երկրի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Խոսելով քերիներու եւ անհայտ կորածներու մասին Միրզոյանը զանոնք համարած է փարդ, սակայն լուծելի հարց։ Վաշինգտոնյան համաձայնությունը շրջադարձային ձեռքբերում մներ, որմով խաղաղություն հաստատվեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ընդգծեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարը։ Բովանդակության հրաբարագումը կարևոր էր։ Այն ըստ նախարարին հերքեց մինչև այդ կատարվող մոլորեցնող բնդումները։ Այսպիսի դրսևորումներ իմ խորին համոզմամբ եւ եզրակացությամբ տեսնում ենք հիմնականում շատ որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նաեւ նրանց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից, բայց ինչեւ է, ցավալի է, բայց փաստ է։ Մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու առիթից առիթ յուրաքանչյուր հարկ եղած հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է եւ մեր հանրությանը մատուցել այն, ինչ իրականում կա։ Խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Այսինքն հիշենք, Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ եթե իհարկե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ, հասկանում եմ, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան, Նախիջևան, ուրեմն կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը համաձայնեցված սկզբունքների ներքո ներառում են նաև Ադրբեջան Նախիջևան կապը։ Գմորնան, որ ենթակառույցները նույն կերպ պիտի օգտագործե Հայաստանը, կարևորեց նախարարը։ Հանրահրճակված սկզբունքներու հիման վրա դեղի պիտի ունենա ապաշրջափակումը, իսկ հաղորդակցությունը պիտի կործե բացառապես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Հիշում ենք ամիսների, տարիների խոսակցություններ են մասին, որ այս ենթակառուցվածքներ հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության, կային երկրներ, որոնք քննարկվում էին որպես տեխնացուներ երկրների, որոնք անվտանգային կամ զինված ուժեր են տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, սիրելի գործընկերներ, սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջը այդ մանիպուլյացիաները եւս հոդս ցնդեցին։ Երբ կխոսենք խաղաղության համագարկայնացման մասին, պետք է նշել, որ կան դժվար լուծելի հարցեր, հայտարարեց Միրզոյանը, որպես օրինակ նշեց Բաքվի մեջ բահվող քերիներու անհետ կորածներու հարցը, խոսեցավ հարթեցման ուղղությամբ ջանքերու մասին։ Արտաքին գործոց նախարարը զայն համարեց փարդ, բայց լուծելի խնդիր։ Ինտիմատիր պատգամավորները կփորձեին վիճարկել, որ խաղաղության պայմանագիրը կփխի Հայաստանի շահեն։ Եթե այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը այդքան լավն է, դեպքում ինչի ադրբեջանական երկու վերջի առաջարկությունների այդ վերջի կետերի այդ իրենց խմբագրման հետ միանգամից չհամաձայնվեցիք, այլ դա այն բանից հետո համաձայնվեցիք, երբ Ադրբեջանը մոտ 2 ամիս հետակոծում էր Սյունիքի հայկական առնվազն 2 գյուղ։ Ինչ որ մի պահ մենք եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը եւ ջանքերը եւ ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր ուրեմն պնդումներով, մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված եւ գրված թղթին հանձնված համաձայնությունները, հետո այդ օրն էլ կգա, սաղ կբացվի, եդ էլ կտեսնեք, լիքը բան իրանք են մեր հետ համաձայնել, լիքը բան մենք հələ որ ոչ մեկ չի ասել այդ հրապարակումից հետո նույնիսկ դուք վայ տեսեք ինչքան վատ բան կար ասում էինք էսա այդ թուղթը տեսեք ինչ բա ճիշտ հակառակը ոնց որ թե այդ պայմանագրի մասին բոլոր չարագուշակ ուրեմն չարագուժումները
դադարեցվեցին գրեթե անմիջապես հրապարակումից հետո։ Չարակուշակ խոսակցությունները չեն թատրիր նաև սահմանազատման հանձնաժողովներու աշխատանքներու ընթացքին, շարունակեց Միրզոյանը։ Իսկ որն է պայմանավորվածությունները բահելու երաշխիքը, հարց բարձրացուց արտաքին գործոց նախարարը։ Անիգա մեծ բեդության ներկայությունը չէ, այլ փոխշահավետությունը։ Կա մի այլ մանիպուլյացիա, որ Ադրբեջանը ստացավ ամեն ինչ, Հայաստանը ստացավ ոչինչ կամ հանձնեց ամեն ինչ։ Այն ինչ որ մենք ստացել ենք, մեզ շահավետ է, մեզ ձեռնտու է, մենք շահագրգռված ենք այդ ձեռք բերածը պահելու եւ զարգացնելու ուղղությամբ, բացարձակապես այստեղ ոչ մի երկրորդ կարծիք, նույնիսկ անկեղծ կարծիք լինել չի կարող։ Այն ինչ որ ստացավ Ադրբեջանը, կրկին թվում է թե շատ ձեռնտու եւ շատ կարեւոր է իրենց համար։ Եվ ըստ այդմ, եթե երկու երկրները համարում են, որ իրենց ձեռնտու է եւ շահավետ է երկու ձեռքբերված պայմանավորությունները, երկուսն էլ շահագրգռված են լինելու պահել դրանք եւ զարգացնել։ Ան ներկայացուց նաև մյուս հարևաններուն հետ ընթացող աշխատանքները։ Այս բահութրությամբ Հայաստանը թիվանակիդական հարաբերություններ ունի 185 երկրներու հետ։ Այս տարի ավելցան Պակիստանն ու Սողոմոնյան գղզիները։ Ընտիմությունը գասկածի դակ դրավ Վրաստանի եւ Ռուսիո հետ հարաբերություններու թրական ընթացքը։ Ըստ Քարնիկ Դանիելյանի, Ռուսիո կողմէ Փերնագարքերու վարորդներու նկատմամբ սահմանափակումները Վրաստանի մեջ անոնց խնդիրները հագարակը գաբացուցեն։ Բայց զայն շատ ավելի ունեն հանեցին նախարարի թրական նորությունները։ Հայաստանի տարածքը անդադ փոքրանում է ձեր թեթև ձեռամբ ու դուք արդեն որ երրորդ նիստային դեժավյու է էլի մոտ այս տարիների ընթացքում իրար շնորհավորելու առիթ եք գտնում էլի ասենք շնորհակալություն էս ինչ լավ է 1991 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության հռչակումից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքը նույնն է ես չգիտեմ տարբեր, այսօր գիտեմ, բայց չգիտեմ արժի իմանորից ասելու իշխանության օրոք, որը ինչ եղավ բան, բայց հայս չարժի, չէ, հայս ձեռը չի տալիս ձեզ։ Թղթի վրա լրիվ նույնն է, փոխադարձ ճանաչվածության առումով եւ բոլորի կողմից ճանաչվածության գետնի վրա եւ 90-ականների եւ 2020-ի եւ հետո ռազմական գործողությունների հետևանքով մեր սուվերեն տարածքների 200 շուրջ 200 կիլոմետր քառակուսին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նաև գաղտնիք չի եւ մենք հրապարակային էլի առաջ անգամ չի որ ես ասում եմ մենք ասել ենք որ կան թղթով ճանաչված սահմանների միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են այսօր մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ ուրեմն ինչպես լուծել այս հարցը։ Մեր խորին համոզմամբ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքները ազատագրելու ճանապարհով լինի դա մեր կողմից թե իրենց կողմից։ Մենք ունենք ընկալում պայմանավորվածություն, խոսել ենք, ասել ենք շատ անգամներ, որ այս տարածքների ուրեմն օրինական տերերին մերը մեզ, իրենց, հա, վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում այդ գործընթացի արդյունքում Ինչ կվերապերի Ռուսիո կողմէ 90-օրյա սահմանափակումներուն նախարարը հայտնեց, որ անիգա կհագասե Եվրասիական տնտեսական միության ղեկավարումներուն եւ այս հարցը կքննարկվի ռուսական կողմի գործընկերներուն հետ։ Ավելին, անիգա կվերապերի ոչ միայն Հայաստան, Ռուսիա, այլև Եվրասիո մյուս անդամ երկրներուն։ Երկրորդ խնդիրն այն է, որ աբորինի ցկցկումներ տեղի կունենան։ Անիգա հերանեկարային չէ, եթե Հայաստանի վրա քաղաքական ազդեցություն ունենալու նպատակավ է, հայտարարեց Միրզոյանը։ Եթե որևէ երրորդ երկիր մեր բեռնափոխադրումները արհեստականորեն պիտի խոչընդոտի, որպեսզի մենք դառնանք ավելի, չգիտեմ, հակված այս կամ այն կարծիքին կամ ունենանք այս կամ այն վարքագիծը, ապա այս քաղաքականությունը թերևս այդքան էլ հերանեկարային չի, որովհետև մենք շատ ճկուն ենք, մենք շատ հավատարիմ ենք մեր գործող գործընկերներին, գործընկերություններին, մենք շատ ուզում ենք խորացնենք մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց իհարկե այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխան իրավունքի հաշվին, լավ ավելի լայն ասեմ, մեր ինքնիշխանության հաշվին այս կամ այն հարցում ունենալ այս ինչ կամ այն ինչ դիրքորոշում։
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղած։ Ասոր մասին կվկայեն քաղաքական երկխոսության փոխանցությունը, փոխադարձ այցելությունները, ցերկ բերված պայմանավորվածությունները։ Ներկայացուց նախարարը խոսելով Եվրոպական միության անդամակցելուն ուղղված ջանքերու մասին, ան կարևորեց ազգային ժողովի կողմէ ընդունված Եվրամիության անդամակցելու մեկնարկի մասին օրենքը։ Կառավարության համար կարևոր կմնա նաև Եվրասիական տարածաշրջանեն ներս ներգրավվածությունը։ Ավելին տարածաշրջանային ենթակառույցներու աբաշրջափակման սկզբունքներու հայտարարում են յետք ավելի աշխուժացած են հարաբերությունները, նշեց արտաքին գործոց նախարարը։ Գա արդյոք հագասություն Թրիփի եւ Եվրասիական մաքսային կանոնակարգերու միջև հետաքրքրվեց Ավագնես Ախամոյանը։ Մանրամասնելով, երբ Ադրբեջանեն բերքը Հայաստան, պետք է մաքսային վերահսկողության ենթարկվի։ Սակայն ադիգա չի հագասեր Եվրասիական մաքսային կանոնակարգերուն։ Ինչ կարգ պիտի կործե։ Բոլոր այն պարտավորությունները, որը Հայաստանի Հանրապետությունը ունի ԵԱՏՄ անդամ լինելով, այսինքն բոլոր կարգավորումները, որը նման դեպքերի համար նախատեսված են, այդ կարգավորումները կիրառելի են։ Դրանց շրջանակներում դրանցից անդին ինչա հնարավոր անել անցումը հեշտացնելու, արագացնելու, պակաս ֆիզիկական կոնտակտի, չգիտեմ, բեռները սկաներով բան անելու, ստուգելու կամ չեմ իմանում, ուղևորների դեպքում կլինի կամ մեքենավարների դեպքում բիոմետրիկայով անձի հաստատում եւ այլն, ինչ հնարավոր անել դրանց շրջանակներում բարձրացումների համար, իհարկե մենք պատրաստ ենք քննարկել եւ անել։ Տնտեսության նախարարն ալ թիվերով հիմնավորեց, որ թե Եվրամիության, թե Եվրասիական տնտեսական միության հետ մեր երկրի հարաբերություններում մեջ դրական զարգացումներ կան։ Ամերիկյան National Interest-ը հրապարակած է խաղաղության քինը Կովկասի մեջ խորագրով հոդվածը, ուր կնշվի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին քննադատության պայմաններու ներքո հետևողականորեն կաշխատի տարածաշրջանեն ներս խաղաղություն հաստատելու համար։ Հոդվածի մեջ ընդգծված է Հայաստանի խաղաղության, խաչմերուկ նախաձեռնության եւ արհեստական բանականության ոլորտի մեջ ներդրումներու կարեւորությունը տնտեսության ու տարածաշրջանային համագրման համար։ Բարբերականը գրած է, որ եթե Փաշինյանը հաջողի թիմագայել, ապա պիտի գարենա Հայաստանը դանիլ թեպի երկար սպասված խաղաղության տարաշրջան։ Հոկտեմբեր 23-ին National Interest-ի մեջ հրապարակված խաղաղության քինը Կովկասի մեջ հոդվածը անդրադարձած է Հայաստանին եւ տարածաշրջանային հարցերու։ Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Իփշտայնի այդ հատվածի մեջ շեշտված է, որ Հայաստանի վարչապետը չանասիրաբար աշխատած է Կովկասի մեջ խաղաղության հասնելու համար հակառակ ներքին քննադատության։ 2018-ի Թավշյա հեղափոխության արդյունքով իշխանության քալենի վեր վարչապետը թիմագայած է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի հետևանքներուն Կրեմլինի աջակցությունը ունեցող Հայաստանի այց առաքելական եկեղեցվո թշնամանքին եւ ենթադրյալ հեղաշրջման փորձերուն ցկտելով Ադրբեջանի հետ խաղաղության եւ արևմուտքի հետ ավելի սերտ գաբերու Հայաստանի վարչապետը հզոր թշնամիներ ցերկ բերած է Ռուսիո գարավարութենեն մինչեւ Սփյուռքի մեջ կորձող գազագերբություններ եւ Հայաստանի նախկին ղեկավարներ Հեղինակը կշարունակե Ռուսահայ Գավաբեդ Սամուել Ղարաբեդյանը կանանավորված է իշխանությունը զավթելու հրաբարակային կոչի մեղադրանքով, մինչդեռ հայ առաքելական եկեղեցվո բարձրաստիճան անդամները բացահայտորեն կպաշտպանեն Փաշինյանի կառավարության դաբալումը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ Ռուսիո հետ Հայաստանի համագրման կողմնակից է, դարձած անոր ամենեն ամգոտ քննադատներեն մեկը, կանգնելով եկեղեցվո եւ Ղարաբեդյանի կողքին։ Կրեմլինի քարոզիչները բացահայտորեն կոչ ուղղած են Փաշինյանին հրաժարական տալու, իսկ Ռուսիան պաշտպանելու այս դիրքորոշումը։ Հոդվածի մեջ նաեւ նշված է, որ Փաշինյանի թուլացող քաղաքական հենարանը գսրե սպառնալիքը, իշխող գուսակցության վարգանիշը այժմ նվազած է 2018 թվականի հետ համեմատած։ Իր հերթին Ռուսիան, որ ադենոք կհամարվեր Հայաստանի անփոխարինելի դաշնակիցը, հանրային վստահության գդրուկ անգոմ աբրած է։ Շատեր կգարձեն, թե Ռուսիան թավաճանած է Հայաստանին Ղարաբաղյան հագամարտության ժամանակ Քոչարյանը եւ անոր նման ռուսամետ գործիչները ավելի վատ վիճակի մեջ են։ Բարբերականը հիշեցուցած է, որ օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ կայացած խաղաղության կազմաժողովի ընթացքին Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանած է Փաշինյանի քաչությունը։ Նշված է, որ եթե Վաշինգտոնը գցանգա ապահովել այս խաղաղությունը, ապա պետք է նաև ապահովի Փաշինյանի քաղաքական ընթացքը։ Միացյալ Նահանգները գրնա օգնել Փաշինյանին ապացուցելու, որ իր քաղաքականությունը իրական օգուտներ կբերե Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության եւ անոր ծաղկող արհեստական բանականության ոլորտին ռազմավարական ներդրումները գրնան խթանել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր եւ ամրապնդել Հայաստանի թերը որպես հիմնական դարանցիկ հանգույց։ Վաշինգտոնը պետք է նաև թիմադրե լավ դրամամիջոցներ ունեցող Սփյուռքի խումբերու ճնշման, ինչպիսին է Ամերիկայի հայտարարի հանձնախումբը, որոնք թեմ են խաղաղության, սակայն չեն զգացած վերսկսած պատերազմի հետևանքները։
Սպասվող վերջնական խաղաղության համաձայնագրին եւ հաջորդ տարի նախադեсված խորհրդարանական ընտրություններու պայմաններու ներքո ավելի բարձր խաղաթրույքներ չէին գտնարելալ։ Խրաձև հոդվածին հեղինակը հավելելով, որ եթե Փաշինյանը գտի մագայ է գտնա Հայաստան ընտանել թեպի երկարսվածված խաղաղության տարաշրջան, հարգարակ բարակային ըստ Ջոզեֆ Էփշտայնի վտանգ կա, որ երկիրը գտնա վերադառնալ Մոսկվայի ուղեծիր, ինչպես եղավ հարևան Վրաստանի մեջ եւ հարավային Կովկասի մեջ հագամարտությունը գտնա վերսկսիլ։ Հուսադրող է, որ Հայաստանը կսկսի տեսնել իր խաղաղության չանքերուն առաջին շոշափելի արդյունքները։ Ադրբեջանը հայտարարեց, որ թույլ պիտի դա ապրանքներու դարանցումը թեպի Հայաստան, եւ ղազախական ծորենի առաջին խմբականակը շուտով պիտի անցնի Ադրբեջանի դարածքով։ Համեստ բայց խորհրդանշական քայլ թեպի դարաձաշրջանային տնտեսական համարգում։ Հայաստանի թերը որպես դարանցի քանքույց անմիջական նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներու շահերուն համար։ Միջին միջանցքը Արևելյան Ասիայեն թեպի Եվրոպա կարևոր ցամաքային առևտրային ուղին, որ գշրջանցե Ռուսիան եւ Իրանը ներկայիս կանցնի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիո մեջ են, սակայն Վրաստանի թեկումը թեպի Մոսկվա գասկածի տակ կտնե անոր հուսալիությունը։ Հայաստանը գրնա ծառայել որպես կարևոր այլընտրանք։ Փաշինյանը կանխադեսած էր ասիգա, երբ 2023 թվականի հոկտեմբերին մեկնարկեց խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, պատկերացնելով Հայաստանը որպես տարածաշրջանային գաբողողակ երկաթուղիներու, մայրուղիներու, խողովակաշարերու եւ էլեկտրահաղորդման գծերու վերականգնման միջոցով։ Ջոզեֆ Էփշտայնը գենթատրե, որ Մոսկվան մեգոմ չի քաշվիր, ապա եզրափակելով գնշե Հայաստանի վարչապետին աջակցելը Վաշինգտոնի համար բարձրապես մեկ առաջնորդի հարց չէ, այլ պիտի նշանակե, որ խաղաղությունը ինքնիշխանությունը գրնան համադեղվիլ հետ խորհրդային տարածքեն ներս։ Հայաստանի աբական եւ հնարավոր է նաեւ հարավային Կովկասի կայունությունը գախյալելան անգե։ Կառավարությունը հավանություն տված է Բարտաթիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամիս սահմանելու օրինակիցին։ Անիկա ուժի մեջ պիտի մտնե 2026 թվականի հունվարեն զորակոչվողներուն համար։ Նիստի ընթացքին քննարկված են նաև կրթական, տնտեսական եւ գյուղատնտեսական նախագծեր։ Գործադիր իշխանությունը հավանություն տվավ Հայաստանի մեջ Բարդաթիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու օրինակցին։ Շարքային գազմի 24 ամսյա զինվորական ծառայության ժամկետը պիտի գրջատվի 6 ամիսով, դառնալով 18 ամսյա։ Գործողությունը պիտի տարածվի 2026-ի հունվար 1-ի հետ Բարդաթիր զորագոչվող քաղաքացիներուն վրա։ Շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18 ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 25 թվականի ձմեռային զորակոչից սկսած Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի գրջադումը պիտի չդարածվի 2026 թվականի հունվար 1-ի թրությամբ Բարդաթիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներուն վրա։ Պաշտպանության փոխնախարարի խոսքով այս փոփոխությունը հնարավոր դարձավ պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման աշխատանքներու շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների թվականակը կազմում է 4220 եւ ինքը աճի միտում ունի, այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով։ Հայաստանի մեջ պիտի ստեղծվի 7-րդ Թումոն, այս անգամ Վանացորի մեջ։ Սիմոնյան գրթական հիմնադրամին նվիրատվություն եղավ ավելի քան 365 միլիոն դրամ արժեքով 2000 քառակուսի մետր շենքշինություններ եւ հողամաս։ Այստեղ պիտի ներդրվի 1.8 միլիարդ դրամ։ Ստեղծարար գետրոններում մեջ գուսանի ընդհանուր առմամբ 21000 աշակերտ։ Թումոն ընդլայն է աշխարհակրությունը նաեւ արտերկրի մեջ։ Վերջինը դա Տոկիոյում որ բացվեց, բայց այս պահին իրենք գործում են Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդերլանդներում, Արգենտինայում եւ ԱՄՆ-ում եւ պլանների մեջ է, որ բացեն առաջիկայում տարբեր այլ երկրներում։ Պիտի սահմանվին արդոնյալ հարգային ղեկավարումներ, բեդութենեն դրամամիջոցներ դրամատրվող ծրագիրներով, շահութահարկ վճարողներու գադարած ծախսերու փոխհատուցման համար կառավարութենեն ստացվող աջակցության գումարներու գծով։ Առաջարկում ենք անկախ գործունեության իրականացման ոլորտից սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութարկ վճարողների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով կառավարությունից ստացված աջակցության գումարները եկամուտ են համարվում այդ գումարով ստեղծված ակտիվների ծախսագրմանը համամասնորեն։
որպեսզի այդ աջակցության գումարների մասով շահութարկի պարտավորություններ չառաջանան։ Հյուլեական անվտանգության ու պաշտպանության ամրապնդման համար Հայաստանին պիտի դրամատրվի 5 միլիոն եվրո։ Կառավարությունը հավանություն տվավ Հայաստանի եւ Եվրոպական անձնաժողովի միջև հյուլեական անվտանգության եւ ջարակայթային պաշտպանության ամրապնդման համաձայնագրի ըստորագրման առաջարկին։ Անիգա 2024-ին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որմով Հայաստանին հատկացված է 12.9 միլիոն եվրո։ 2011 թվականի Ֆուկուսիմայի ատոմականի վթարից հետո հաշվարկել են արդեն ամբողջ գոյություն ունեցող ատոմականների ռիսկային խնդիրները եւ ըստ դրա կազմել են ստրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ 5 միլիոն եվրո համաձայնագիրը, որը հիմա առաջարկում եմ հաստատել, վերաբերվում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն որպես այդպիսին։ Աջակցություն պիտի դրվի վայոց ծորի մեջ արդատրված արենի եւ ոսկեհատ տեսակներու խաղողի իրացման համար Հայաստանի ու ամբողջ աշխարհի մեջ քինի սպառումը կնվազի։ Այդ իսկ պատճառով նվազած է խաղողի այդ տեսակներուն նկատմամբ պահանջը։ Վերամշակողները այս տարի քրեթե շահագրգռված չեն եղած մթերելու, նշեց տնտեսության փոխնախարարը։ Գինի արտադրող կազմակերպությունները խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներ ունենալով պայմանավորված հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները եւ մթերումներն իրականացում են իրենց իսկ այգիներից։ Վայոց-Ձորի մարզում արտադրված արենի եւ ոսկեհատ սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է շուրջ 5500 տոննա, մթերման ծավալը կազմել է 3400 տոննա։ Իրացման խնդիրը սույն նախագծով առաջարկում է լուծել 2100 տոննա արենի եւ ոսկեհատ սորտերի խաղողի ումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Առնվազն 700 տոնն եւ ավելի, նվազագույնը 220 դրամով մթերված արենի եւ ոսկեհատ տեսակներու խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար պիտի դրամատրվի 70 դրամի չափով հատուցում։ Ֆունդամենտալ լուծումը որն է լինելու։ Մենք ինչի մասին պետք է մտածենք, էլի որ ամեն տարի սա ֆինանսավորենք ու այս թանկ սորտից սարքենք խաղողի սպիրտ սովորական։ Ուզում եմ ասեմ, դա մի քիչ անտրամաբանական ցիկլի մեջ ենք հայտնվում։ Նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետն էլ կարևորեց ռազմավարության եւ գործողությունների պլանը եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք այդ ուղղությամբ առաջարկով հանդես կգանք։ Մտածեցի, որ հարցիս պատասխանը պիտի լինի, որ պիտի օգնենք, որ այս դաշտերի շուրջ ձևավորվի գինու արտադրություն, որովհետեւ ես այնուամենայնիվ չեմ ուզում ենթադրել, որ այս խաղողը արժեք չունի կամ հավասար է իր արժեքը սովորական տեխնիկական սորտերին։ Խաղողի ծավալը մեծ չէ, վերամշակման բարակային հնարավոր է ապրանքը ավելի բարձր քինով վաճառել, քան խաղողի քինն է։ Խոջոյանը խաղողակորձներուն նաև հիշեցուց հողավերամշակման սարքերու լիզինգի ծրագիրը, որմով հնարավոր է ցերկ բերել վերամշակման համար անհրաժեշտ բոլոր սարքերը։ Ծրագրի նախահաշիվը 50 միլիարդ դրամ է։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։